2025 թվականի ապրիլի 18-ին քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման եւ իրացման վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել մեծ քանակությամբ թմրամիջոց, որի մի մասը պահում է Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մի մասը Արարատի մարզի Երաս բնակավայրում պատրաստվում է 100,000 դրամով իրացնել աշտարակցի եւ երևանցի երկու տղամարդու։ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալներն հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների եւ մարզը սպասարկող պարեկների հետ։ Համագործակցված եւ փոխլրացնող միջոցառումների արդյունքում նույն օրը Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին աշտարակի բնակիչ 57-ամյա տղամարդը եւ Մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք ըստ տվյալների Եղեգնաձորցուց 100,000 դրամով թմրամիջոց էին գնել։ Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում հայտնաբերեցինք եւ ձերբակալեցինք Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերեցինք մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայից Մակարով տեսակի ատրճանակ։ Նրան պատկանող Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կիլոգրամ 250 գրամ մարիխուանա 9 փաթեթով։ Եղեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալված երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գրամ քաշով մարիխուանայի փաթեթ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Եղեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։